Թամարա Գլոբայի խոսքով 2025 թվականի դեկտեմբերի 28-ը շրջադարձային կլինի 3 կենդանակերպի նշանների համար։ Տիեզերքը կարծես կազմակերպում է իրադարձություններ հատուկ նրանց համար, ապահովելով, որ նրանք ստանան առավելագույն օգուտներ և հնարավորություններ առաջընթացի համար։ Այս օրվա հիմնական ուժերն են այծեղջյուրի մեջ գտնվող Արևը և ջրհոսի մեջ գտնվող Վեներան, որոնք ներդաշնակորեն միանում են երկվորյակների մեջ գտնվող Ուրանին։ Այս համադրությունը առաջարկում է կարգապահության, բախտի և անսպասելի հնարավորությունների հազվագյուտ համադրություն աշխատանքի, փողի և անձնական կյանքի մեջ։ Աստղագուշակը շեշտում է, որ դեկտեմբերի 28-ը կնշանավորվի նպատակասլացության ուժեղ զգացումով և բոլոր հարցերին գործնական մոտեցմամբ, աշխատանքային առաջադրանքներից մինչև առօրյա որոշումներ։ Այծեղջյուրի մեջ գտնվող Արևը կներշնչի լուրջ ոգի, օգնելով մարդկանց կատարել կարևոր առաջադրանքներ, լուծել թղթաբանությունը, պլանավորել, կազմակերպել և լուծել վարչական հարցեր։ Միևնույն ժամանակ, ջրհոսի մեջ գտնվող Վեներան երկվորյակների մեջ գտնվող Ուրանի հետ բարենպաստ ասպեկտում կբացի ուղին անսպասելի, բայց շահավետ ծանոթությունների, ոչ հավանդական առաջարկների, ստեղծագործական գաղափարների և հաճելի ֆինանսական անակնկալների համար, այդ թվում ընկերների կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Լուսինը կստեղծի լրացուցիչ ֆոն, օրվա ընթացքում աղեղնավորից տեղափոխվելով այծեղջյուր և երեկոյան ամրապնդելով ձեր պրագմատիկ տրամադրությունը։ Այս ժամանակը հատկապես լավ է ձեր գործերը կազմակերպելու, գալիք տարվա ծրագրերը կառուցելու, հանգիստ և առանց աղմուկի աշխատելու և անձնական նվաճումները գնահատելու համար։ Երեկորյան ձեր էներգիան կդառնա ավելի կենտրոնացված, շատերի համար ավելի հեշտ կլինի տեղեկացված որոշումներ կայացնել, գաղափարները ձևակերպել կոնկրետ ծրագրերի մեջ և կենտրոնանալ այն գործողությունների վրա, որոնք իրականում արդյունքներ են տալիս։ Երկրային նշանները, այծեղջյուրը, ցուլը և կույսը ամենաուժեղ կզգան օրվա ազդեցությունը։ Նրանց համար այսօրը կարելի է համարել տարվա վերջի ամենաարդյունավետներից մեկը։ Այծեղջյուրում Արևի էներգիան ուժեղացնում է նրանց բնական հանգստությունն ու կազմակերպվածությունը, օգնելով նրանց արագ և արդյունավետ կերպով կատարել աշխատանքային առաջադրանքները, լուծել գործնական հարցեր և հաջող գնումներ կատարել տան, տեխնոլոգիաների կամ խոշոր ներդրումների հետ կապված։ Ցուլերն ու կույսերն ունեն հատուկ հնարավորություն, նրանք կարող են ստանալ չափազանց օգտակար գործնական առաջարկներ կամ խոստումնալից կապեր ծանոթությունների կամ առցանց հաղորդակցության միջոցով։ Իսկ նոր գաղափարների քննարկումը լավագույնս արվում է երեկոյան, երբ լուսինը մտնում է այծեղջյուր և բերում է առողջ բանականության զգացում։ Օդային նշանները, ջրհոսը, երկվորյակները և կշերքը նույնպես կշահեն, քանի որ օրը կբերի ավելի մեծ հաղորդակցություն և մտավոր ակտիվություն։ Նրանց համար դեկտեմբերի 28-ը հատկապես բարենպաստ է հաղորդակցության, ցանցային կապերի, տեղեկատվության փոխանակման, նախագծերի քննարկումների և երկարատև խնդիրների նորարարական լուծումներ գտնելու համար։ Նրանց նշանի մեջ գտնվող Վեներան ջրհոսին կավելացնի անձնական հմայք և խարիզմա, ինչը կարող է հանգեցնել կյանքը փոխող հանդիպման կամ զրույցի, որը կարող է վերաճել կարևոր դաշինքի կամ նախագծի։ Երկվորյակները կարող են հաջողություն ակնկալել կարճատև ուղևորությունների, մարզումների, բանակցությունների կամ հրապարակումների հետ։ Այս օրը կօգնի կշեռքներին կառուցել ավելի ներդաշնակ հարաբերություններ և աջակցություն ստանալ իրենց հասակակիցներից, հատկապես եթե նրանք բաց են դիալոգի համար։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս կրակի նշաններին, խոյին, առյուծին և աղեղնավորին ժամանակավորապես զերծ մնալ իմպուլսիվությունից և գործել խստորեն ըստ պլանի։ Այծեղջյուրի մեջ գտնվող Արևը ուշադրությունը կենտրոնացնում է ռազմավարության, կարիերայի, հեղինակության և երկարաժամկետ ներդրումների վրա։ Սրանք այն թեմաներն են, որոնք կարող են առաջ շարժվել, եթե դրանց մոտենան հանգիստ և առանց հույզերի։ Լրացուցիչ հնարավորություն կընձեռվի գործընկերոջ կամ ընկերոջ ոչ հավանդական խորհուրդներից, որոնք սովորաբար անտեսվում էին, բայց այս օրը դա կարող է լինել հաջողության բանալին։ Ջրային նշանները, խեցգետինը, կարիճը և ձկները օրը կանցկացնեն հանգիստ, հավաքված էներգիայի ազդեցության տակ, որը կօգնի նրանց հասկանալ իրենց և իրենց ծրագրերը։ Սա լավ ժամանակ է հանգիստ աշխատանքի, անցած տարվա մասին մտորելու, անելիքների ցուցակ կազմելու և ապագայի համար առաջնահերթություններ սահմանելու համար առանց ավելորդ ճնշման։
Ձկների և կարիճների համար աստղագուշակը նշում է հաճելի անակնկանի կամ անսպասելի հաճոյախոսության հավանականությունը, որը զգալիորեն կբարձրացնի նրանց տրամադրությունը, մինչդեռ խեցգետինները կկարողանան բարելավել տանը մթնոլորտը, առօրյա կյանքի կամ ինտերիերի դիզայնի հետ կապված գործնական, բայց օրիգինալ լուծումներով։ Թամարա Գլոբան փոխաբերաբար նկարագրում է աստղագուշակական ֆոնը որպես տիեզերական հաշվապահի և հեղինակի հանդիպում, նկատի ունենալով այծեղջյուրի համաստեղությունում Արևի և Վեներայի և Ուրանի հետ միացումը։ Նրա խոսքով, սա այն հազվագետ օրն է, երբ կարելի է միաժամանակ դիտարկել բոլոր մանրամասները և չբաց թողնել ոչ ավանդական հնարավորությունը, որը սկզբում չափազանց համարձակ է թվում։ Նա խորհուրդ է տալիս չխրվել առօրյայի մեջ, այլ երեկոյան, երբ լուսինը կտեղափոխվի այծեղջյուր, նույնիսկ ամենախենթ գաղափարը վերածել հստակ աշխատանքային ծրագրի և չանտեսել անսպասելի հանդիպումները։ Դրանց նշանակությունը կարող է շատ ավելի մեծ լինել, քան թվում է այդ պահին։ Դեկտեմբերի 28-ի գործնական առաջարկությունները բավականին կոնկրետ են։ Օրվա առաջին կեսը լավագույնն է նվիրել աշխատանքային և վարչական գործերին, պլանավորմանը, թղթաբանությանը և մտածված օգտակար գնումներին։ Երեկոյան առաջնահերթությունը տեղափոխվում է շփման, ընկերական հավաքույթների, նոր նախագծերի քննարկման, գաղափարների փոխանակման և առկա խնդիրների համար ոչ ավանդական լուծումների ստեղծագործական որոնման վրա։ Ֆինանսական ոլորտում հնարավոր են փոքր անսպասելի եկամուտներ կամ հաջողակ գտածոներ վաճառքում, բայց պետք է խուսափել մեծ ինքնաբուխ ծախսերից, հետագայում զղջումներից խուսափելու համար։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի աստղագուշակական կանխատեսումը ենթադրում է, որ սա կարգապահության և ինքնատիպության օր է, երբ այծեղջյուրի խիստ մոտեցումը գործում է ջրհոսի ազատ մտածողության ոգու հետ համատեղ։ Հաջողությունը կնպաստի նրանց, ովքեր պատրաստ են գործել ըստ պլանի, բայց չեն վախենում ոչ ավանդական լուծումներից, նոր մարդկանցից և բիզնեսում անսպասելի շրջադարձերից։ Եթե այս օրը օգտագործեք կարգուկանոնի, բանակցությունների, գաղափարների մեկնարկի և երկարաժամկետ ռազմավարություններ մշակելու համար, այն կարող է դառնալ նոր տարվա սկզբին հաջող փոփոխությունների մեկնարկային կետ։